Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հիշեցնեմ ձեզ, որ մենք պատրաստելու ենք երթ դեպի Ծիծեռնակաբերդ, ովքեր կցանկանան մեր խմբից, կուսակցությունից կամ մեր հետևորդներից կարող են միանալ մեզ նախորոք օրերն ու ժամը կասենք։ Սկսենք մեր հաղորդումը։ Առաջին ինչպես Հայաստանից, չնայած այսօր Հայաստանը շատ քիչ է, հոյակապ մաս են պատրաստել միջազգային ցնցող լուրեր, գաղտնի լուրեր եւ պատմական մաս։ Շատ մարդ հիմա կասի պատմական մաս, որ սիրում են, կասեն ուխայ։ Հայաստանից ինչ պիտի ասեմ, երեք որ Պարույրի համար ասեցի, Ժորժ, ես հաղորդում անում եմ, հետո մշակում եմ, գցում եմ, այնպես չի, որ ձեր ասած հաղորդումը ես այդ վարքյանին տեսնում եմ, էլի ձեր գրածները։ Մինչև ես հաղորդում անում, մշակում, գցում եմ, հետևից հաղորդումը արդեն դուրս է գալիս նոր լուր։ Պարույրի համար էի ասում, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար տարեդրել են ՄԱԿ-ում ներկայացուցիչ, այսինքն այն մարդը, որ Հայաստանի հանդեպ դավաճանական արտահայտություններ անում, պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի թեզը, թուրքաջեհուդական եւ կոմունիստական Կրեմլի դրել են ղեկավար։ Ուրեմն հիշեցնեմ ձեզ, որ ցանկացած դեպքում է Պարույրի նման կենթանիները գնալուց հետո նրանք էլի ենթարկվելու են պատասխանատվության։ Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն նրա համար, որ Նիկոլի հիմա արհեստական արժեզրկում է, ցանկացած պետության դեմ, հիշեք, միշտ խաղ չկա։ Եթե ինքը լավը եղավ, ամեն ինչ էլ կստանանի։ Ցանկացած քաղաքացի չի կարող պետությունից փախնել, սա կարճ եւ կոնկրետ։ Հաջորդը ինչի մասին եմ ուզում անդրադառնալ, իմ հաղորդումից հետո բնականաբար էլ եղավ Գյումրիում Սերժն ու Քոչյանը գնացին Առուծախի եւ Մարտունիկը համաձայնվեց, որ ձայները տա Վարդանիկին, հիմի Վարդանիկն է քաղաքապետը։ Վարդանիկ քաղաքապետ լինելով այդքան չարություններից եւ մնացածից հետո դու պետք է այնքան զգուշ լինես ժողովրդի կողմից եւ եկողի կողմից, դու չգիտեմ ինչի համար գնացիր այդ խայծին, կարող գիտես քեզ 6 ամիս մնացել կյանք կամ 5 ամիս, ինչև է, դու շատ զգուշ պետք է լինես, որտեվ ինչքան դու քեզ պահում ես լկտի, այդքան ավելի շատ հետագայում դատվելու ես, քեզ խայծ սարքեցին, թե դու գիտեիր, չգիտեիր, սա արդեն հարցի մյուս կողմն է։ Ես սա Գյումրու քաղաքապետի պահով եմ ասում։ Այսօր առավոտնից ցույց է կատարվում, ճանապարհ են փակել Պրոշյանի ժողովուրդը։ Իմիջիայլոց Երևանում ցույցերը կանգնեցրեցի Քոչանին հարող ուժեր, են Անդրանիկ Կովկասյան ագամայի դեմքով Անդրանիկ ինչաներ ազգանունել եմ մոռացել կան չեմ ասի Արցախյան Թևանյան ուրա ձեր հիմի կասեք Անդրանիկը արցախցի չի հարգելիներս 1000 անգամ ասել եմ ու կրկնում եմ անկախ նայած որտեղա ծնվե Թևան եւ Թևանյան բառերը դրանք բուն արցախյան են եթե ինքը չունենար արցախյան արմատ արցախյան կլանի մեջ արցախյան չէ Ղարաբաղյան կլանի մեջ այսպիսի բան կար ով չուներ թեկուզ արմատ նրան գործի չեն տալիս հիշեք սա իրենք իրենց ներկայացնում են հայ ազգի հանդեպ որպես ջհուդական կլան ներքին քանդող միջոց բա ուրա ցույցերը կանգնան ոնց որ հա ամեն ինչ դզվավ տրանսպորտի փողը Երևան դզվել հա 100 դրամ կոռում էիք 100 դրամ պետք է լինի բա ուրա հիմա տեսակ Երևանում որ իբրև անցկացրեցին այս խառը վիճակներ սարքին ընտրություն բան չէ ասում ենք շեղելու են մի բան սարքելու են շեղին պրծան հիմա սկսել են Պրոշյանը 2 տրանսպորտ են հանել եւ նոր տրանսպորտ են մտցրել Պրոշյանը 250 դրամ 200 դրամ վարձով հարգելի հայրենակիցներ Պրոշյանցիներ դուք այն ժամանակ որ ցույց էր դուք է պիտի միանայիք տեսեք սենց ամեն մեկը մայա խատը իսկրա է իմ տուն անկյունից է ու խախոլների ձևով դա խախոլական խոսք է քանի որ խախոլները տենց են իրենք միշտ էլ տենց հիմար եղել են ու կմնան որ բոլորին վերաբերում է մենակ իրանց անձնական եսը նույնիսկ ընտանիքինն է չէ վերաբերվեցիք այդպես հիմա հասելա ձեր տուն հիմա ինչ տեսեք դուք հիմա հելնելու եք ճանապարհ կփակենք վրան կխփենք Նիկոլի տանդեմը այս կանենք այն կանենք ժողովուրդ ջան հետո հա հետո ձեզ էլ փակեն ձերբակալեն մի քանի օքով բերեն զորով մտցնեն հետո կասեք մենք ինչ անենք եղավ ժողովուրդը չմիացավ ցավը գիտեք որ նա որ բոլորիդ մոտ սենց է իմ ցավը կողքինի ցավը չեք հասկանում քարացել եք Նիկոլից հետո զոմբիացել եք բոլորդ ես դիմում եմ Պրոշյանի ժողովրդ Երևանի կպած ընդամենը եթե վերցնենք Երևանից ինչ ասեմ 2 կիլոմետր տարածք
Այն ժամանակ, որ մութ պատերազմի ժամանակ էր, մենք որ պատերազմից գալիս ենք պաշտպանության նախարարություն, տրանսպորտ չկար, ոտով գալիս ենք պաշտպանության նախարարություն ստանում ենք, ես քանի անգամ եկել եմ։ Հանձնարարություն ոտով վերցրած այդ հանձնարարությունը հասցնում ենք մինչև Մեղրի, Մեղրուցե, մինչև Ջրականի շրջան սահմանի դիրքեր եւ այլն։ Քանի անգամ ինձ ուղարկել են Մեղրուց։ Եվ այս կրկնում եմ, ընդամենը 2 կիլոմետր Երևանից հեռավորության վրա եք ձեզ չվերաբերվավ։ Այ որ բոլորդ միասին միանայք, չասելով որ մենակ Երևանը մաթանկացել։ Հերթով հեսա տուն կմցնեն։ Երևանում ո՞նց է վիճակը։ Ասма ով ուզում է տալիս է, ով չի ուզում, չի տալիս 150-ը, այլ խապելը կա, այս կա, այն կա, հա։ Այսինքն այդպես վերջացավ այդ ձեր 150 դրամինը։ Թե սպասում եք ուրիշ խաղ լինի։ Իրենք հասկացան, որ Երևանից չէր կարելի սկսել, չնայած ուզում էին շրջան սկսել։ Հիմա սկսեցին Երևանամերձ Պռոշյանը ոչ մեկ չի կարող հասցի, որ այսօրվա դրությամբ, եթե մնացած գյուղերը, եթե 4 գյուղը դառել է Երևան, ոչ մեկ չի կարող ասի, որ Պռոշյանը Երևան չի հիմա։ Կամ Արգավանդն ու Հայթաղն ու մյուսը Երևանա դառել, հա, թայրով մայրով, այսօր ոչ մեկ չասի։ Այ հիմա հասկանում եք, ինչի Հայաստանը չի ընդունում ագլոմերացիայի մասին օրենքը։ Ես միշտ ասել եմ, քաղաքային արվարձանների մասին օրենքը դա շատ լավ օրենք է։ Ընդունել են աշխարհի մեծ նորմալ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը որպես դիկտատորական երկիր։ Ինչի՞։ Որտեվ տեսեք, հասարակ բան եմ ասում, հիմա աշխատանքի են ընդունում Երևանում, ասենք, տեղեկանք են ուզում, այդ մարդը փոխանակ Երևանից ցանկացած տեղից գնալու այդ շրջանից ստանա սա։ Իսկ ինչի չեն մտցնում։ Չեն մտցնում, որպեսի օրենքները Երևանի ու շրջանների փոքրացնեն վրաները ազդի։ Հասկացաք, չէ՞, տեսեք, եթե Երևանի ժամանակ հավասար ազդեր թայրով մյուս տրանսպորտների թանկացումը, Պռոշյան են կողմից մյուս գյուղերի թանկացումը, ժողովուրդը ավելի շատ դուրս կգար։ Իսկ հիմա հերթով են անելու։ Հիշեք, Պռոշյանը ոչ առաջինն է, ոչ է վերջինը։ Սկսելու են հերթով կոտրել։ Իսկ Երևանում մտածելու են Պռոշյանը ձեն չէր հանել, հիմա կոտրին հերթով աշտարակը, մյուսը։ Այսպիսի բաներ է լինելու։ Սրանք վերջին այսպես եղունգներով ճանգռում են ազգի միջի, վերջին են եղունգների տակը թեկուս կտրածել լինի, ինչքան ազգից կոպեկ փող մնա, որ փախնեն։ Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության ձևն է։ Հիշեցնեմ ձեզ։ Ու ցավը այն է, որ Կոնդեցին հելում գորմա, ես Բավինյանին ձեն տվեցի, խոս տվեց 40,000 դրամ ավել տա, 40,000 դրամով Մորքուր ջան ձենը ծախիր, հիմա ինչ ես ուզում, դու քո բերանով ասեցի, դրանից հետո ով է քեզ պաշտպանելու, հա, 100 տարի ապրել ես Կոնդե այդ պլկոսներում, որ ուզում էիր մի քիչ լավ, այդտենց հերթով գցում են, փչացնում գցում են, գալի մտնում են տները խոսք են տալիս, փչացնում գցում են, հեն այն էշ Սարիկի բանը այն օրը նայեցի, որ տատին ասма բալաջան գոնե երկիրը դզվի մարդ կարանա հանդիստ մեռնի, ասма մայրիկ ջան դու ձենը տուր, այսինքն մինչև ամսի 30-ը չմեռնես, նայեց հետո խոսք ուտամ քեզ լավ թանգանոց թաղում են։ Մենակ ձենը դա կարևորել են, վիծոները գցածա ձեռն առնում։ Հասկանալի է, չէ՞, սա ամբողջը, դրա համար էլ բոլորի դուրը սա չոքելու է։ Այն որ ինչ որ կատարում ամեն մեկը մտածում է իր բակի, իր փողոցի մասը, իր բակի էլ չես գի։ Իր տան մասը, ես միշտ ասել եմ, Հայաստանի շենքերի տեսքը տեսել եք, խայտառակություն, ես որ նայում եմ, գովազդում են, որ երկիչներ են գնում, ես իմ պարողներ հարսանիքների, բերում շենքի դեմը կարմիր այսօր տեսել եմ, բան են գցեն, որ խալի են գցել, որ դրա վրայով քայլ են եւ այլն, շենքի տեսքը տեսել եք։ Ամեն մարդ ասել եմ, դրներսի պատը ոսկյա սարքում, դուրսը աղբ, Հայաստանի շենքերի 90%-ի դրսի պատերը աղբ է։ Շենքը մտնում ես տները ընտիր սարքած աղբի հոտից սիրտդ խառնում է ժողովուրդ ջան։ Այդտենց չի տենց է։ Դրա համար եմ ասում։ Ամեն մարդ այս կրավորական սեռով, որ իմ տունը անկյունից է եւ այլն, այս հոգեբանականը վիճակը ամենածանրն է, կրավորական մտածել ամենավատն է։ Ասենք հաջորդ հարցին, որի մասին ուզում էի խոսել ես, Red Wings ընկերություն կա, չեմ իմանում, եսում է պատկանում ես Red Wings-ը, որ Երևան չվերթները մարդկանց 24 ժամ ուշացրել է, միջալոց ասում են, որ իրականում խափե ասել են, որ թռիչք չկա, չվերթ չկա, չնայած երեք ես մի քանի ժամվա տարբերությամբ եմ խոսացել Կրասնոդար հոյակա բաց երկինք էր, իբր մառախուղա չկա, լավ, ընդունենք մառախուղա, ես չեմ ուզում խառնվեմ դրա մեջ, ընդունենք մի մարդ ես, բայց մարդկանց 2 ժամից ավել ընդհանրապես միջազգային օրենքով ոչ մեկ չգիտեն։ Ես ունեմ մի ընկեր, որը աշխատում է միջազգային ավիակոմպանիաներում եւ ասել է, ցանկացած 2 ժամից ավել ուշացման դեպքում պարտավոր են այդ մարդուն ապահովել ամեն ինչով եւ նույնիսկ լրիվ տոմս տալ։
հա, մարդկանց 8 ժամ թողել են դուրս, ասել են 8 ժամ հետո նոր ենք հյուրանոց տալի, այն է Սոչիի նման տեղը։ Բաց չվերջ չկա։ Իրական նպատակը, ինչպես ժամանակին անում էր Արմավյան, էտա, այսինքն ինչ են անում, այդ ինքնաթիռը մի քանի չվեր տանում, իրանց գործերը, Հայաստանն է կլրվեն, մարդկանց գետնին քնացնելով, մարդիկ վճարել են գիշերվա հյուրանոց, 24 ժամը դուրսն են։ Ու կբերենք, ասեն լավ կներեք, հասցրինք տեղ հաջող բան sense բան։ Այս խոժանության պատասխանը Հայաստանի իշխանությունն էլ պետք է տա։ Իմիջիալոց Հայաստանի իշխանության էս է որերորդ ձևն է, որ փող լվալու եւս մի հերթական ձևեր եմ տեսել։ Ընկերություններ է ստեղծվում։ Այն հիշում եք, որ բեռնափոխադրում ստեղծեց Նիկոլը 12.7 միլիոն դոլար բյուջեից անեն, մի շաբաթ էր մի ամիս հետո ասեն չստացվա, բայց այդ փողի պատասխանատվությունը չկրիր Նիկոլ։ Բայց պատասխանատվությունը չկրիր կոպեկ բերող էր։ 2.5 միլիոն հանել այն ինչ-որ տեղեկատվական ընկերություն ստեղծա, 2.5 տարի հետո չկա։ Բանն այն դու ասա Պիտեր Ավինն է բանանում ժողովուրդ ջան Պիտեր Ավին ես իրականություն եմ հայյանքի Մոսկվայում կա նույն Ավինյանի նման մի հատ բիլիարդատեր Պիտեր Ավին։ Էդի չնայած Ավինյանն է պակաս Պիտերը չի։ Սենց սկսենք։ Բան եք ստեղծում, ֆիրմաներ եք ստեղծում, ֆիլմեր եք հանում անկապ, մեկին 3 միլիոն, մեկին 7 միլիոն, չկա այդ փողերը։ Չկա այդ փողերը, այդ գործողությունը ջոդական համակարգով Հայաստանի քանդման մեջ է մտնում։ Նրանք էլ են զբաղվում այդպիսի գործերով։ Ստեղծում են արհեստական օրական ֆիրմաներ, ինչքան Ռուսաստանից լկտիություն կար, ներմուծվեց Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Լկտիություն, ինտերնետով թմրադեղ վաճառել եւ այլն։ Բա մինչեւ այդ ինչի ինտերնետով թմրադեղ չէին վաճառում։ Ռուսաստանից եկան, բերին լցրեցին։ Հասկանում եք, հետո էլ ասում եք Նիկոլը ռուսեր չունի, բոլոր այլանդակություն, այնտեղ այդ Պիտեր Ռավինը որ կա, այ Ռուսաստան իրոք անուն ազգանունը Պիտեր Ռավինը, բացեք, կարդացեք։ Պիտեր Ռավինը որ կա, էլի ջհուդ դեմքով է նման Ավինյանի հորը։ Ուղղակի ավելի ցիվիլ տեսակը, ոչ թե սրապես աշկերը փուչիկ հարբեցող լկտի։ Այդ ամբողջը իրանք էին անում, օրական բացում էին ֆիրմաներ, գրում էին փող պետ բյուջեից, ասենք հոп, բացել ենք այս դպրոցման, հավաքում էին մարդկանցից է նախնական վճարներ էին հավաքում, ընտիր ինտելիգենտ եւ այլն, մյուս օրը մարդիկ գայս են ոչ ֆիրմա կա, ոչ բան կա։ Պետությունը ֆինանսավորել է, պետությունից էլ է թռը, դատական գործ ենք տվել, դատական գործը չկա։ Բրց։ Բարձա չէ, ինչ եմ ուզում ասել։ Սենց խայտարակություններ Հայաստանում հələ չէր եղել, բայց Աստված էլ բետարից ասատի։ Ես չեմ զարմանա, որ բոլորը մի օր կհայտնվեն առանցն է պլյուս 21 սկանդալային վիդեոների մեջ են հայտնվում, ինչպես նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահը բոլորը տեսել եք Ավինյանի ստրիպտիզ սպառել ակվարիումում Արման Հովհաննիսյանի կլիպում, եթե չկխփեք նայեք, փաստորեն Ալենի մասին շատ տեղեկություն կա, որ նրա մայրը ամուսնացել է նրա տատու սիրածի հետ ու տատուն էլ հիմա գցել են ծերանոց, բանի տեղ չեն դնում։ Է դրա համար էլ մայրը ժողովրդին կանգնած միջամատ էր ցույց տալիս, թքում էր ժողովրդի վրա վերևից։ Մոռացել եք։ Դուք ալենն էլա թքում ախրանիկներին ասում ապրնեք թքեք։ Հասկանում եք, լեկտիությունը ընտանեկան հոգեբանությունից հասցնում է վերև։ Սրբապղծություն։ Բռնեն ամուսնացնեն աղջկա հետ, որ տնից չգնա, ու տենց բոլորը միասին ապրեն, բոլորը երջանիկ են, բոլորը խաղաղ։ Տատու սիրածը ամուսնացել է Ալենի մոր հետ։ Այդ տատուն էլ հետո որոշ ժամանակ անց տարեք գցել են ծերանոց, հիմա ծերանոցում։ Բրավո, հոյակապ, հիանալի է, էլ ասել եք չունեմ։ Գագիկ Խաչատրյանի համար եմ ուզում ասել, որ դատանը որոշել է վերջապես գնա Գերմանիա բուժվի, ու հանկարծ ոստիկանությունը չի թողել։ Հարց եմ տալիս բոլորը, տեսեք ես չես եք եմ ասում։ Ով է Գագիկ Խաչատրյանը, Հայաստանի ամենակոռումպացված հարկային մաքսային ղեկավարներից մեկը։ Ամենակոռումպացվածներից մեկը, որտեղ մեկը մյուսին չի զիջում լկտիությամբ։ Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի ամենակիպ մարդն էր, միակ ոչ արցախցի, ոչ Ղարաբաղցի ծնված Ախուրյանցի Խաչատրյան Գագիկն է, Ախուրյանցի ինքը, ըստ որոշ տվյալների, բայց հաստատ Ղարաբաղցի չի։ Միակ մարդն է, որը երկար դատը գնում է, ու իրան պիտի թողեն բուժելու, չի բուժվում։ Մնացած բոլորին միանգամից թույլատրվում է գնան, ինչի, որտեղ ինքը Ղարաբաղցի չի։ Բայց Գագիկ Խաչատրյանի պահով ինչի է կանգառ կատարվել։ Ինչի են կանգնացրել։ Ում հրամանով։ Բնականաբար նրա տերերի Քոչարյան Սերժի հրամանով, որտեղ պետք է որ ինչ-որ մեկին միշտ քավության նոխաստան։ Ես չեմ արդարացնում Գագիկ Խաչատրյանը, ես ասում եմ իրական պատճառները։ Թե չէ Գագիկ Խաչատրյանի մասին դատական գործերը Ամերիկան
ապշել էր, որ Հայաստանի նման քարտեզի վրա չերևացող Ամերիկայի երևի 80% նահանգների մի գավառի պրեֆեկտուրայի չափ երկրի հարկայինի պետենը պրեզիդենտը չէ, Ամերիկայի 18-րդ հարուստ տունը ուներ, 18-րդ թանկ։ Հաջորդ հարց ուզում եմ անդրադառնալ իմիջիալոց մի բան էլ ասեմ, Գագիկ Խաչատրյանը այնքան մախինացիաների մեջ եղավ, ոչ թե պիտի հիմա ինքը վախից հիվանդանար, ոնց որ Քոչանին բռնի ցիստիտ ընկավ, հիմա Գագիկ Խաչատրյանն է, Սեյրանը հիվանդացավ, գնաց եկավ այսպես։ Ամենահետաքրքիրն նա է, որ Գագիկ Խաչատրյանը Հայաստանին ամենամեծ վնասը տվեց Սերժ Սարգսյանի ու Քոչանի հետ, Հայաստանից վտարելով Օրանժ ընկերությանը հատուկ պայմաններ ստեղծելով, որ ձեռք չտա Օրանժին, իրենք չէին կարող վտարել։ Հիշեցնեմ ձեզ, որ ֆրանսիական Օրանժ ընկերությունը կապի, նախ որ Հայաստան եկավ սկզբում բոլոր հեռախոսները անվճար էր անում, կապի Օրանժ ընկերությունը Գերմանիայի երևի 25-30%-ը պատկանում է Օրանժին, Ֆրանսիայի հսկայական տոկոսն է պատկանում Շվեյցարիայի, մի խոսքով, այսպես բացատրեմ, կարճ Եվրոպայի 25%-ը կապի պատկանում Օրանժին, Աֆրիկայի երևի արդեն 60%-ը։ Ամբողջ ֆրանսիական Մաղրիբ, այդ թվում գումարած նաև հսկայական երկիր Աֆրիկայի ամենամեծ բնակեցված Նիգերիայի 50%-ը, որ 220 միլիոն մարդ ապրում, 50%-ը պատկանում է Օրանժին, ու օրական Օրանժի բաժանորդները մեծանում են, երևի մոտավորապես 500 միլիոն բաժանորդ ունեցող ընկերությունը Հայաստանում սկավ ժողովուրդ, ու դրա մեղավորը ովքեր են, Գագիկ Խաչատրյան իր տղաների հետ, որ վերցրեցին ինչ-որ յուկոմ բացին հետո ռուսներին ծախի խաղեր Սիրժիկի պես Թուրքի ու Քոչանի հետ։ Նենց որ Գագիկ Խաչատրյանը վաղուց պիտի բերդում են։ Այդ բերդում մարդիկ հիվանդություններից մեռնում են, բերան են կարում իրանց կախում են, դրանց մասին չկա Գագիկ Խաչատրյանը օй հիվանդացավ։ Նիկոլը ժամը 1 ցիստիտ էր ընկնում, ժամը 1 ցիստիտ էր ընկնում։ Գնում էր իր Սանիկ Արմեն Մուրադյանի Իզմիլյան կենտրոնը 5 րոպե 1։ Էնպես որ բոլորը պիտի արժանի դատվեն ու այդտեղ միայն Գագիկ Խաչատրյանը չի ու այդ դերասանությամբ գնացող դատը։ Ասենք Արամ Թորոսյանը, թե չեմ սխալվում, թե Արման Թորոսյանը ինչ-որ է, ՊՆ նախարարության պուպսիկը մորուքա կպցրե, շնորհակալություն, որ հաղորդումս լսել ես, զգացել ես, որ պուպսիկ ես տառը, մորուք ես պայ, գոնե տխուվիտ կա, բայց մորուք է պայ ես, էլի դու նմանվում ես պուպսիկի, քանի որ քո ղեկավարն են այտենց քեզ ընտրել, Կոնչիտայի տեսքեր, դու առանց դրա չէիր կարող, մարդ որ ծառայում է Նիկոլ Փաշինյանի, ինքը արդեն պուպսիկանում է Իրաստանում, բարձր, ղզիկ ձենով եւ այլն, քիչ դու ես դեֆորմացիա լինում դեպի հակառակում։ Հայտարարում է, որ Հայաստանում ստեղծվել են մի շարք տելեգրամ ալիքներ անհայտ, որոնք սխալ ինֆորմացիա են ասում, լսեք միայն ՊՆ-ի ինֆորմացիան, հա, ուրեմն ՊՆ-ն ընդհանրապես, մանավանդ Պապիկյանի իշխանության ժամանակ, ՊՆ-ն ընդհանրապես, չնայած Նիկոլի իշխանության, բոլոր իշխանության, երբևէ ճշգրիտ տեղեկություն տվել է, հա, երբևէ ՊՆ-ն ճշգրիտ տեղեկություն տվելա թե չէ։ Հայաստանի հողերը տալիս եք ՊՆ-ն ասում էր, տես բան չկա, հա։ Երբ ՊՆ-ն ճիշտ տեղեկություն տվե, այն մի հատ Շուշան, ես Առաքելյան էր, ինչ էր քո տեղ աշխատում էր, ասենց իբր հադրուցի, ասենց մի հատ նկար ուներ ընդամենը, ֆեյք բերել եք, ասենց ինչ-որ վզնոցը վրից թռնում էր Արցախից շարերում, ինքը չէր քո տեղը, էդ ուր կորավ էդի։ Արցախը հանձնելուց հետո ուր կորավ այդ Շուշանը, ինչքան կարճա բոլորիդ խելքը։ Արծրունը Հայաստանում ոնց դավաճան կար, այտենց է դավաճան մնացել է, բա այդ Շուշանը ուր կորավ, ով էր այդ Շուշանը, դեմքը ոչ մի անգամ չեր ելում, մամլո խոսնակը Շուշան էր, միշտ ծիծում էիք, թե լսեք Շուշանին, ուր կորավ այդ ֆեյք աղջիկը, մեկըդ կարա ասի այդ Շուշանին, տեսել է, ինչ ար, մի նկարով աղջիկ էր ու տենց է կորավ, լսեք ՊՆ-ին, ՊՆ-ն եփ է ճիշտ բան ասում, ՊՆ-ում Հայաստանում 100-150 միլիոնի ամեն նախարարը 150 միլիոնի գողություն է անում տարին ՊՆ-ից, այդ չէր ձեր 34 տարվա ռուսից առած զենքը Հայաստանի խապումած մեկ լցել էինք Արցախ 9.5 միլիարդի զենքը, տարակ նվեր տվիք Ադրբեջանին, հետո պարզվա, որ 9.5 չի 34 տարվա մեջ, 1.5 է, թեկում 1.5-ն է թողեցիք գնացիք, ընդեղից է վրից էին տարել, բա հիմա հարց եմ տալիս, 9.5 միլիարդը 34 տարվա բաժանեք, տարեկան ինչքան անում, 300 միլիոնի փող էիք տարել մարդա,
Բնականաբար Սերժ, Քոչոր, Լևոն եւ Նիկոլի հետ։ Չէ, սխալ եմ ասում, կանեկազակ սխալ ես, ընկեր ջան։ Բա դուք 9.5 միլիարդի զենք էի կարել 34 տարվա մեջ։ 9.5 միլիարդի զենքը չկրակեց ու նվեր տվիք, ինչի։ Չկար, նախ այդ զենքն է չկար, ասին 1.5 միլիարդ Արցախինա, թողին, գետելը տենց ջրիկ, բայց 1.5 միլիարդ էր թե չէ։ Ըստ կռվող տղեկի ասին վերջի 2 ժամը փամփուշտները արդեն չէր իրիքում, զանգում ինձ ասում են, եթե 2 ժամ է լինի, չի հերիքելու։ Ես ասում եմ զենքը կար, ես ասում եմ չկա, դրա պատասխանը ով է տալու։ Բա Հելա վարձուն են բիպա ոգևորված տարան կողին թե բիտոնի հաստությունը պետք է ասենք 60 սանտի սարքել են 30։ Բա այդ շինարարական աշխատանքները ինժեներա սակրավորեն շինարարական աշխատանքների պատասխան ով է տալու։ Բա ոչ մեկ հարց չտվեց, ինչի այն անգամ հարց ուզում էի տա, չնայած ժամանակը քիչ էր, Գուրգենին են որ սարքում եք, ուզում եք սարքեք, բան են խալով հնդիկին, բերել էիք ուզում եք վարչապետ, բան, բա Գուրգեն, դու շինարարական ինժեներ շինարարական սակրավոր ես աշխատել, բա դու որ գնացիր Արցախ, ինչի գնացիր դե 30-ի հրամանատար։ Բա դու չմտար, չտեսար, որ այդ պատերի հաստությունը 60-ի տեղը 30-ա կամ 20-ա, որը չի մի դիմադրում ցանկացած թեթև հրանոթային կրակոցի։ Բա դու չկանգնար ասիր մի օր պատերազմից հետո մի հատ դժգոհել ես պատերազմի կազմակերպումից, կռվի մասնակցած տղա ես, չէ։ Հազիվ նկարները ժողովուրդը գցին Խաշուտել Սերժենց հետ, Սաշիկենց հետ, Քոչարյանենց հետ, տո Նիկոլի թիմի հետ։ Չէ։ Նկարներդ երում այ այդ օրը հաղորդում արեցի, նկարավոր սկսան լսնես ժողովրդյան հերիքա։ Վիդեոներ ու նկարներ։ Եվ ասենք ասի էլի ասում։ Այսքանով Հայաստանի բաժինը կավարտեմ ժողովուրդ ջան, որովհետև այս ամբողջ ինչքան էլ խոսենք զրուցենք, մինչև իշխանափոխությունը չլինի, ուղղակի ես բացատրում եմ։ Սրանց դատական process-ները չի գնա։ Ուղղակի այսպես կգան թոս փչելով գնա։ Անցնենք միջազգային լուրերը, նախ ուզում եմ ասեմ, որ Թուրքիայում պարտակում են հիմա այդ ցույցերի արդյունքը, իսկ այդ ցույցերին գումարվել է ավելի հրեշավոր բան, եւ եվրոյի թանկացումը, դոլարի թանկացումը, կուրսի արժեզրկումը, չնայած իրենք արհեստական ցույց են տալիս, որ 38-39-ի վրա 40-ի պահել են, բայց իրական նպատակը սրան գումարվել է Ամերիկայի կողմից Թուրքիայի ոչ թե սանկցիան, այլ տոկոսները բարձրացումը հարկերի, որով Թուրքիայից պնդում են, որ ցանկացած ապրանք խայտարակ ձևով պայթել է ու դառել է 54% թանկացել է։ Իսկ այսօր առավոտնից թանկացրել են 25% հոսանքը եւ 20% այլ բանը տան հարկերը, նույնիսկ մուծելու գազը, ջուրը, աղբը եւ այլն։ Մնացած կոմունալ միջոցները։ Այսինքն 25% բարձրացել է ուղղակի, այս են քանի օրերի դոլարի փողը պետք է հանի, թե չէ 30 միլիարդ տարավ, հիմա բնականաբար այդ 30 միլիարդը 5 օրվա համար էլի պետք է գցեն ժողովրդի վրա, ոնց որ ցանկացած երկրի տանող։ Հիմա դրա համար 25% թանկացավ, այսինքն ցույց արեցին, որ Էրդողանից զրկվեն, 25% միայն հոսանքն ու տան կոմունալը բարձրացավ եւ 54% մյուս ապրանքները հարկերից։ Ահա եւ Թուրքիայի հանդեպ գործող, որ հիմա չասեք ապրի Տրամպը Հայաստանն էլ է 10% բարձրացրել, Եվրոպային էլ է բարձրացրել, բայց այս այն անգամ որ ինձ հարց եք տալիս, հիշում եք ասիկ Տրամպը բարձրացրել է, լավ արի Ամերիկայի բյուջեն լցնի, Ամերիկայի մեր հարգելի հայեր։ Ես ձեզ ասեցի, այդ լավը ձեր գրպանից է հանելու, բա ոնց ասի բացատրեմ։ Ամերիկայի ամբողջ գերմանական ավտոարդյունաբերության 85%-ը ով է սպառում, Ամերիկա, ահա։ Mercedes-ը արժի 100,000, չէ, դոլարով, հա, միջին օրինակ, չեմ ասում ամենաթանկը, 100,000 $, հիմա որ 20% հանել է, գերմանացին այդ 120,000-ով բերելու է հասցնի, ահա 120,000, պետությունը եւս 20 կամ 30% ավելացնելու է, չէ՞ որ դա ամեն օրվա հաց չի, 30% պետք է ավելացնի, մաշվածությունա, ժամկետա, հնությունա, մյուս տարվա նոր մոդելը գա որ վաճառ, 120-ի 30% եղավ 36,000, 156,000-ով ձեր վրա վաճառելու, ինչքան եղավ 56% ձեր համար թանկացավ, այնպես որ ապրանքը միակողմանի չի թանկանում։ Սա էլ Ամերիկայի հարկերի արդյունք։ Բայց ես ունեմ մի հետաքրքիր լուր, ուրեմն Ադրբեջանն ու Իսրայելը կազմակերպում են միասին լրատվական
տեղեկատվություն ընդդեմ իբր թե Իրանի, արանքը մեկու մեջ է Հայաստանին են գցում։ Ուրեմն ըստ իսրայելցիների, որ ես համարում եմ մեծ սուտ, բացատրեմ ինչի, որովհետև կյանքում Իրանի հատուկ ծառայությունները, ոչ թե պաշտպանում եմ Իրանին, իրականություն եմ ասում։ Իրանի հատուկ ծառայությունները պատվեր չէին տա, ուշադիր լսեք, պատվեր չէին տա ջհուդական Ադրբեջանի ջհուդական համայնքի ղեկավարին Շնեոր Սեգալին սպանությունը էթնիկ ադրբեջանցու են էլ Վրաստանի, որ նա էլ գնա գործ տա։ Ըստ երևույթին Ջեյլուն Իսլամովն ու Միայել Մուստաֆայևը, Մազիլ Մուստաֆայևը 200,000 իրենք ասում են դոլար փող են ստացել Դուբայում Իրանի ներկայացուցիչ հատուկ ծառայության, որը պատվիրել է ագիլ, որը պատվիրել է ջհուդական համայնքի ղեկավարի սպանությունը։ Բայց եկել է եւ ասում է իբարք ադրբեջանական հատուկ ծառայության բացահայտվել է ձերբակալվել են։ Ժողովուրդ ջան, նախ սենց էժանագին բացահայտումներ իբարք Ադրբեջանի, որը ներկայացվում է իսրայելական որոշ թերթերի կողմից, ինչպես նաև ռուսական լրատվականի կողմից, սա ձեռառնելիք է, որովհետև ինչի է սա կիսվում ռուսական լրատվականը Իրանի հետ խնդիր ունենալով թե Կասպից ծովի, թե ազդեցության Միջին Ասիայում եւ Ադրբեջանում եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանում գործարքի համար։ Սա մեկ, երկրորդը, սենց մեծ գործարքը նախ 200,000-ը դա շատ մեծ փող է, ինչ որ մի փնթի ջհուդի, այն որ եկել էր կանգնել էր Բերձորում ու գոռում էր մենք ջհուդներս Ադրբեջանի հետ ենք, հայերը թշնամի եւ վերջ։ Նման հիմարին խփելու համար։ Ուղղակի 200,000-ը շատ է, հա, այս Ագիլ Ասլանովներ Վրաստանում, տեսեք, չի գրում է Ադրբեջանի քաղաքը, ինքը գրում է, չի գրում ադրբեջանցի, ասում է Վրաստանի քաղաքացի է, որը զբաղվում է թմրա բիզնեսով։ Այսինքն մենք մեղք չունենք, մենք անմեղ, ոչ ես ու Ադրբեջանը թմրա բիզնես ենք անում, ոչ մարդու առևտուր ենք անում, մենք անմեղ սիրուն տղեկ ենք, հանկարծակի եկել են այս վրացի հանցագործները, այ, եկել են ուզում են մեր Ադրբեջանին խփեն, ջհուդին, մենք էլ սենց իրար հետ վայ ցավը տանեմ եւ այլն։ Պարզա չէ, այս կապիկությունը։ Բա, այս լուրերի համար հաջորդ լուրն է ասում, իմիջիայլոց արանքը Հայաստանին էլ է մտցնում։ Ասում է իմիջիայլոց հաջորդ անգամ ներողություն, այս Մազիլը ուրիշ դեպք էր, ներողություն։ Ֆազիլ Իսլամովի, Ջեյհուն Իսլամովներ եւ Ագիլ Ասլանովը։ Իսկ այս Ֆազիլ Մուստաֆայևին անցած տարվա դեկտեմբերին իբր փորձել են մահափորձ են արել Կալաշնիկովով կրակել են վրան կենթանի ամրացել։ Այմար սենց ստեր որդից ալնում։ Հիշում եք չէ Իսլամ Քարիմովի ներողություն Քարիմովը չէ, մյուսը Միրզոյևի Փեսուն, որ իբր կագեբեշնիկ Փեսեն իբր մահափորձեր արել, կրակել էր 4 հոգու, 6 հոգի ավտոմատով թե 8 հոգի կրակել են 4 հոգու մեքենայի մեջ, ոչ մեկին փամփուշտ չէր կպել։ 120 փամփուշտից մեկը ոչ մեկին չի կպել ու բռնին փակին։ Հիմա նույնը սա է, ավտոմատով կրակել է ադրբեջանցի դեպուտատին Մուստաֆայևին, կրակել են ոչ մի փամփուշտ չի կպել, ասում է կրակել են նրա համար, հələ տեսեք ինչ են հորինում, որ Մուստաֆայևը դեմ է խոսացել Իրանին, որ Իրանը պաշտպանում է Հայաստանին։ Հասկացաք, sense գծի մեջ մի հատ է գցում են, էլի, հայերի անունը մի հատ է sense գցում են, տեսեք Հայաստանի համար է եղեսի։ Այս լեկտիությունը միանգամից բացահայտվող սուտ է։ Բերել են իրանք կանգնեցրել են դեպուտանտին կանգնեցրել են, ավտոն կողքը կանգնեցրել են, ավտոյի վրա ավտոմատով կրակել են, նկարել են, միջի ճուճելը իբր ընկել է դեպուտատը արդեն, բերել են ցույց են տալիս, վայ, ասում են, էս Իրանն արել Հայաստանի համար։ Այսպես մուտիլովկեքը Ալիևին էլ հատ, ոչ թե Գերան, ոչ թե Բաքուջեյան տրուբա, այլ ասեմ ձեզ դառնալու է T-72 եւ հատ կամ S-300 մտցնելու ենք Ալիևի հետևը, ամպերք։ Հատ, ոչ թե միանգամից հատ։ Հաջորդը ինչի մասին ուզում էի խոսել, շատ հետաքրքիր տեղեկատվություն կա, որ տեսեք մտ հետաքրքիր բան է կատարվում, իհարկե տեղեկատվությունը տարածվում է եւս նույն ընկերությունների կողմից,
Ինչի, բայց իրականություն կա, որովհետև վերականգնվում է Աքսումի պետությունը։ Աքսումի մասի ես հաղորդում եմ արել։ Աքսումի պետությունը դա Եթովպիայի, Էրիթրեայի եւ Աֆրիկայի Սուդանի մի մասի, ինչպես նաեւ Եմենի պետությունն էր, որը քրիստոնեական կայսրություն էր 10-12-րդ դարում Եթովպիայի գլխավորությամբ ամհարների գլխավորությամբ։ Բայց հիմա հակառակ process է գնում, քանի որ հուսիտները արդեն տիրում են Բաբել Մանդեբին, ոչ մեկ չի կարողանում անցնել, տեսնում եք նույնիսկ ամերիկյան նավերն են խորտակում, Բաբել Մանդեբով ուզում են անցնում, չեն ուզում չի անցնում, իսկ հուսիտները դա իրանական պրոքսի զորքերն են տեղի արաբների Եմենի, հուսիտները մի քանի 4-5 զինյալ իբր տեղափոխել են, բայց սա իրականության մոտ կլինի, հեսա հերթով ասեմ։ Ինչի համար է սա արվում։ Տեղափոխել են Էրիթրեա, Եթովպիա, դե Ջիբութի ասում են անհնար է, քանի որ Ջիբութիում 5 երկրի բազաներ կան, Ջիբութին էլ Հայաստանից փոքր է, 22,000 է, ով փողա տվե բազա է դրել, Չինաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկան, ով ուզե բազա է դրել։ Եվ տեղափոխել են Սոմալի, հիշեցնեմ ձեզ, ինչ է նշանակում աֆրիկյան այս եղջյուրի պատմությունը, աֆրիկյան եղջյուր իրենից միշտ ներկայացրել է վերահսկողության միջոց, քանի որ Բաբել Մանդեբի նեղուցը եթե փակվավ, Սուեզի ջրանցքը դառնում է սրը։ Միակ տեղը, որը ամենաուժեղ հսկվողն է, սա Բաբել Մանդեբի նեղուցն է, այսինքն բոլոր հարցերում Իրանը ինչի ամբողջ միլիարդներ դրեց, որ այդտեղ բայ, սա ուղղակի վերահսկողության լծակ համաշխարհային հարցերի շուրջ։ Ես հիշում եք Արտակ Սարգսյանը մի անգամ ասեց, եթե ուզում եք պատերազմը աշխարհը լսեր, մի անգամից պետք է խփվեր Գազամուղին եւ վերջ։ Գազամուղին ոչ միայն քաղաքներին, Գազամուղին խփում ես ամբողջ Ամերիկա, Եվրոպա կանգնում էր ու պատերազմը կպրծներ շուտ եւ կորոշվեր ինչ արդյունքով։ Նույնն է սա է։ Երբ որ Բաբել Մանդեբի նեղուցը, տեսեք Ամերիկան խառնվել է։ Այդ տարածքում հենց որ Իրանը մնաց, ինչքան է զորքեր մցեցին, տարբեր ամերիկյան, արաբական կոալիցիա, աֆրիկյան կոալիցիա, ես իմ սև շուն, մնաց պարսիկների ձեռքում։ Հիմա այդ տարածքում ասում են սա ստեղծվել է, որ այդ տարածքներից կարողանան խփեն մնացած մասերը։ Եկա խփեն։ Ինչի հիմա որ Իսրայելը խփում է, Իսրայելին չեն խփում։ Թել Ավիվի օդանավակայանը Բեն-Գուրիոնով պայթեցրեց հուսիտները։ Եվ նման շարունակությամբ, սա նաև հաջորդ հարցն է, հարգելիներս, տեսեք, տարբերակը ունի տակի մաս եւ դրսի մաս, երբ որ մարդը ինֆորմացիան կարդում է, ցանկացած մասում հասկանում է, որ այս էսենց եղավ, այն էս, դրա համար ես ասում եմ, փորձեք դուք էլ վերլուծականը զարգացրեք։ Տեսեք, ես յետևի մասն եմ ասում։ Իսրայելը հայտարարելով այս տեղեկատվությունը մի նապաստակով երկու գնդակ է խփում։ Տարածքում թուրքերը որոշել են բազա դնել իբր թե Սոմալիում, որ անգլիական զոնան է, իտալական ֆրանսիական զոնան է, ֆրանսիացիները Ջիբութիով բավարարvan, բայց հին անգլիական զոնան հիմա այնտեղ կա, դե իտալացիք այդքան չէ, ինչքան անգլիացիք, չէ։ Սոմալիլենդ եւ այլն, բոլորը անգլիացիների ձեռքի տակ է։ Եվ հոп Թուրքիան որոշել է այնտեղ նավթ գտնի, հետո էլ զորք տնի։ Իսկ ինչ որ վերաբերվում է Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական արճակատմանը, որ պայթեցրեցին Հոմսի բազան, թուրքերը խառնվել են ոչ մի հոպան, չունեն մինչև այդ ասում են կփակենք Իսրայելի օդը, մենք ենք փակելու, մենք Տրամպը մեր վրայա դրե, ես իմ տպել են Թուրքիայի վրայա դրե, Եվրոպան ու Տրամպը ստավկեն, մենք ենք մի հրթիռային հարվածով վերացրեցին ամբողջ բազան օդային, հակաօդային պաշտպանության։ Հիմա տեսեք, այստեղ թուրքերը մտնում են։ Թուրքերը փորձում են այստեղ մտնել իրենց գործարքը կատարել, բայց ով է իրանց թողնում մտնել։ Իսրայելը հիմա որ այստեղ ասում է տարածվել են, տեսեք ինչ կռիվ է սարքում։ Ասում է, նայեք նույն Ադրբեջանի տարածքում Իրանն է մեղավոր, Իրանն է Ադրբեջանին խփել տալի, Ադրբեջանի ապրողներին։ Հիմա այստեղ Իրանն է խփելու, վաղը մյուսը որ խփեն, որի ուղիղ պատերազմական վտանգ է Իսրայելի համար, Թուրքիայի մեծ անար, որտեղ արդեն եկե հասել են իրար ասում է, չէ, եկե հասել են Հոմսից Իսրայելի զոնաներն է, դրա համար խփում են։ Հիմա նույնն էլ հարավից թուրքերը պատճառ բռնելով իբր օգնական, իբր նավթի, փակում են Բաբել Մանդեբում, ուզում են տեղակայվեն, բայց հասկանալը, որ այդ տարածքում թուրքը տեղակայվելով էլի ջհուդը ունենալու է խնդրեմ, հիմա իրանք գցում են Իրանի ու հուսիտների վրա, վաղը միսօր հրթիռը թռավ թուրքական բազասը, հուսիտներն են արել։ Տեսակ, ես էլ 2 ամիս առաջ ասում էի։ Հասկանում եք, չէ՞։ Քաղաքական ավանտյուրան միշտեղ եղել է գործ։ Հիշեցնեմ ձեզ, որ քաղաքական ավանտյուրան շատ ճակատագրեր է վերացրել շատ ազգերի հանդեպ։ Տեղեկատվությունը միշտ է եղել զենք, բայց վերջին տարիներին դա դառնում է համար 1 զենքը ինֆորմացիա։ Պարզ է։
Այնպես որ այս հարցն էլ էսպես։ Հիմա կանցնենք մեր հայոց ամենահզորագույն գավառներից մեկին, Անգեղտանը, որը իրենից ներկայացրել է միշտ պատմական Հայաստանի անբաժանելի մաս։ Անգեղտունը, որը գտնվում է Տիգրանակերտ քաղաքի մոտ, այսինքն տարբեր ժամանակ եղել է թե Ծոպքի թագավորության մեջ, թե եղել է Աղձնիքի մեջ, այսպես Տատանում, բայց հիմնականում Ծոպքի ու Աղձնիքի միջանկյալ մասն է։ Այսօր այդ քաղաքը գտնվում է ինքը որպես բնակավայր գտնվում է Անգեղտունը տարբեր անուններ ունի, գտնվում է Տիգրանակերտի մոտ, իսկական Տիգրանակերտի մեծ, որը թուրքերը անվանել են Դիարբեկիր։ Դիարբեկիրի բնակչության այսօր 80%-ը ծպտյալ հայեր են, չնայած ներկայացնում է իբր քրդական քաղաք։ Ուրեմն Անգեղտան ժողովուրդը դարերով դեռ մեր թվարկությունից առաջ նրանց մասին 15-17-րդ դարերից 18-րդ հիշատակությունները հիմնականում գալիս է խեթական աղբյուրներից 15-ից 13-րդ դար մեր թվարկության առաջ անունները տարբեր ձևեր են։ Հիմա տեսեք, ես որ ասում եմ Անգեղտուն եւ Անգղիա անունը արևմտյան հայերենում դա Անգլիայի անունն է, իրենք էլ չեն բանանում հերքում, որ անգլիացիները հայկական արմատուն են, Անգլիա, Անգղիա, Անգեղտուն։ Եվ տեսեք, Անգեղ տան կենտրոնը Անգղ քաղաքը կոչվել է նաև Ակլ, Իգլ, Իգլե, այսինքն լատինականները այսպես են կոչվել Իգլ, որը անգլերեն նույնպես անգղ է նշանակում, հա, արծիվ, անգղ եւ այլն թեվավոր։ Եվ Անգեղտան անունը տարբեր ձև է, հիմնական անունը եղել է Ականապատ, Պարսա, Անկենապատ, հոյակապ քաղաք, որտեղ, տեսեք, Ծոպքը, ես ասել եմ պատմության մեջ, Տիգրան Մեծի ամենամեծ սխալը Ծոպքի նվաճումն էր, որտեղ եթե ինքը չնվաճեր Ծոպքը, ամբողջ աշխարհի ոսկիները այդտեղ էին։ Հայաստանը հետ հզոր Հայաստանը չէր կործանվի, ինքը խփեց այն ժամանակվա Շվեյցարիային, նույնն էլ այսօր եմ կրկնում։ Ծոպքում, Անգղում հենց պահված է եղել Արշակունյաց գանձերը, հարց։ Եթե Ծոպքը առանձին թագավորություն էր, չէ՞, առանձին էր Ծոպքը։ Ինչեր Արշակունյաց լավ թեկուզ մտցրեցին։ Ինչ էին գանձերը տանում պահում հենց սահմանի վրա։ Հարավից հարձակում էր լինելու, արևմուտքից հարձակվելու էր Հռոմը, հարավից հարձակվելու էին, ասենք, տարբեր ցեղերի թվում նաև պարսիկները կարային հարձակվեին, չէ՞, այն ժամանակ։ Ինչ էին տանում պահում, ոնց որ հիմա Հայաստանի ամբողջ գանձերը տանեն պահեն Մեղրիու։ Կամ տանեն պահեն Նոյեմբերյանը, պարզա, չէ՞։ Ինչ էին պահում այստեղ։ Զարմանալի չի, որովհետև այն ժամանակ էլ նույնիսկ Արշակունիների ժամանակ, որ Ծոպքը դառել էր գավառ, էլի ինքը համարվում էր հայոց Շվեյցարիան աշխարհի։ Դրա համար այդտեղ էր պահվում։ Դա գաղտնիքների մի մասն է, որը ոչ մեկ չի ուզում ասի։ Բայց ես ասում եմ։ Ուրեմն Անգեղտունը ինքը նաև թագավորական քաղաք էր, բացի նրանից, որ ոսկիները պահվում էր, բնականաբար բանկերի նման, այնտեղ գտնվել է 3 պաշտամունքի կենտրոն հարգերին։ Մինչև այսօր Անգն կոչվող հենց Տիգրանակերտի Դիարբեկիրի մոտ բնակավայր կա, որտեղ 200-ից ավելի հայկական մշակութային ավերակներ կան։ Այնտեղ է Սուրբ Նշան վանքը եկեղեցու ցույցով են տարբերում եք։ Ով չի տարբերում, ասեմ Սփյուռքա հայերի կամ Հայաստանի քաղաքացիների համար կամ Ռուսաստանի վանքը դա ուսումնական համալիր եւ ամեն ինչ իրար հետ է։ Եկեղեցին ուղղակի կառույց է, ամենափոքրը մատուրն է։ Ուրեմն կար մեկ նշան վանքը, Սուրբ Նշան վանքը, Սուրբ Թագավորի եկեղեցին եւ նայեք, նույնիսկ այն ժամանակ մնացել է մինչեւ այժմ ավերակները Տորք պաշտամունքային կենտրոնի հեթանոսական Հայաստանի։ Այսինքն նա կարևորագույն կետեղ է։ Պատմության որ մենք խորանում ենք, Անգեղտանը եղել է Հայասա ազի պետության մայրաքաղաքը, որը նույնիսկ խեթերն են նշել։ Հայասա ազի, հայկական ազգային պետություն Հայասաների, որի թագավոր Մարիասը 15-ից 13-րդ դարերում բավական մեծ իշխանություն է ունեցել, նույնիսկ այն ժամանակվա թվերով հզոր 700 մարտակառք եւ 10,000 զինվոր։ Ժողովուրդ 10,000 զինվոր ու 700 մարտակառքը, ամեն մարտակառքը, եթե մենք հաշվում ենք ձին, դա 1 տոննա էր, հարվածի վազքի դեպքում դառնա 10 տոննա, այսինքն մի թեթև տանկ, 700 մարտակառքը, դե գիտեք, մարտակառք կողքերը գերանդիներով, դա նորմալ տանկի քաշալն վազելուց, եթե 2 տոննա ու կես էլի, դառնա 15-20 տոննա։ Այսինքն 700 տանկ 10,000 զինվոր այն ժամանակվա թվում, որը լուրջ թիվ է դա։
Դրա համար էլ նա պատերազմներին, որ խեթերի հետ պատերազմներ ելնում, Հայաստանին կարողանում են հաղթել։ Այսօրվա դրությամբ միջին Հայաստանը Երզկա կենտրոնի մոտ է գտնվում մայրաքաղաքը եւ բավական մեծ ներողություն ծրվեց էկրանս, բավական մեծ պատմական եւ աշխարհակաղակական ուղղություն ա ունեցել այստեղ։ Ուրեմն Հայաստան ազին ստեղծած այս պետությունը նույնպես անգեղտուն է, այնքան հայաբնակեցված է եղել ժողովուրդ ջան, որ ինչպես ներկայացնում է Զորան ամակը, միայն Հայաստան գավառ ծայրամասային գավառ ծոփքը եւ աղձնիքը միայն տվել է 3400 ձիավոր հայոց բանակին։ Պատկերացնում եք, չէ՞։ Ինքը որպես բդեշխություն, այսինքն սահմանային մարզ, պարտավոր էր պահել եկող վտանգը, այսինքն մոտավորապես ինքը 20-25 հազար զորք անձնական ուներ, եւս 3400 ձիավոր ուղարկում էր թագավորին, որը հսկայական թիվ է, ելի եմ կրկնում, միձին հաշվեք թեթև տանկ ձիավորը 3400, սա 3400 տանկ, հիշեցնեմ ձեզ, որ հայոց բանակը ամենամեծը եղել է հատկապես ձիավորները Պապ թագավորի ժամանակ 90,000 ձիավոր, այնպես որ ունենալով այսպիսի պետություն, ունենալով հզորություն, մենք այսօրվա դրությամբ չունենք դա, ու ոչ մեկ, ասենք, չի հասցնում մինչև այդտեղ։ Լայք դրեք, ասեք, որ եսի մինչե այս ինչ գյուղը հայկական է, խո դուք դեբիլ չեք։ Հողը թողել եք կենտրոնական գնալով հասնելով կենտրոնական Փոքր Ասիա, հայկական պատմական հողերը, Կումախի կամախ կենտրոնով, Դարանաղյացանի Կումախի մարզը կամախը մենք թողել ենք կենտրոն։ Այսօր եկել ենք լայք դրեք, որ Վալոդ գյուղը հայկական է, լայք դրեք, որ Պողոս գյուղը հայկական է։ Հետո մենք պահանջատեր ենք մեր բոլոր հողերին, ասել եմ ու կրկնում եմ, 618,000 քառակուսի կիլոմետր պատմական Հայաստանի հողերին։ Եթե մենք փորձենք սահմանափակվել Հայաստանի Հանրապետության մեջ, ոնց որ ուզում է Նիկոլը, սա Հայաստանի վերջին էջը կփակենք ու մենք կդառնանք ասորի։ Բայց դրա համար պիտի նաև փորձեն կարողանալ փակել։ Էդ էլ այտենց հեշտ չի էլի, մեզ փակել է, որտեվ ի թշնամություն, արին ուրախություն ստացվեց, թե ինչ, մենք ունենք մի հզոր զենք, որը համարվում է հայկական սփյուռք։ Դա այն հզոր պետությունն է, որի դեմ խաղ չկա։ Այսինքն ինքը Հայաստանում չի լցնում ու կոտորում, դրսի հայերը ավելի մեծ արեալով ու ավելի մեծ դիապազոնով ազդում են ցանկացած գործողության վրա։ Դրա համար մենք պահանջատեր ենք միշտ, ու ես միշտ ամեն հաղորդման վերջում ասում եմ, Աստված թող արժանին պատժի Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Վանանդում, Սասունում, Բաբերդում, Անգեղտանը, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն